Ձմռանը խնամում ենք բույսերը, սակայն նրանք շարունակում են փչանալ։ Տերևները դեղնում են, տերևաթափ է սկսում, ցողունը փտում է, ծառերի կեղևը պոկվում է ցողունից։ Ինչ են անում։ Որոշում են, որ պետք է բույսը ջրել։ Այսպես սխալ վարվում են գրեթե 90%-ը և ցավոք երբեմն նաև փորձառուները։ Ողջույն սիրելիներս, եկեք խոսենք այն կարևոր ոսկե կանոնների մասին, որոնց օգնությամբ մենք կարող ենք փրկել մեր բույսերը, քանի դեռ ուշ չէ։ Չէ որ բույսերը իրենք նույնիսկ համր ձևով մեզ ասում են իրենց ցավերի մասին։ Հենց այդ դեղնելը, ցողունի փտելը, հողից տհաճ հոտ գալը կամ սնկանման կամ թթվային խոսում է այն մասին, որ մենք ձմռանը բույսերը շատ ենք ջրել։ Իսկ ոսկե կանոնը ինչ է ասում։ Ոսկե կանոնը ասում է այն մասին, որ ձմռանը մենք պետք է կրճատենք և բույսերի ջրելու հաճախականությունը և քանակը, որովհետև լույսը, ջերմությունը և ջուրը խիստ կապված են միմյանց հետ։ Շատերը հարցնում են, իսկ քանի անգամ ջրել, շաբաթվա մեջ կամ ամսվա մեջ, դա խստորեն կապված է բույսի տեսակից, ինչպես նաև ջերմաստիճանից, արդեն ասացի այդ մասին։ Քիչ անց ես յուրաքանչյուր խումբ բույսի համար կասեմ մոտավորապես երբ ջրել բույսերը, սակայն մինչ այդ երկրորդ շատ կարևոր պահը, որ պետք է հիշեք։ Եթե ամռանը մենք բույսերը ջրում ենք, խորհուրդ ենք տալիս ջրել երեկոյան, ապա ձմռանը բույսերը սենյակային պետք է ջրել միայն առավոտյան։ Հիմա կհարցնեք ինչ տարբերություն։ Տարբերությունը այն է, որ օրվա ընթացքում բույսը կարողանում է իր մազարմատներով վերցնել, սնուցել տերևներին և նաև կատարել որոշակի չափով գոլորշիացում, այսինքն ջուրը կուտակված չի մնում հողի մեջ։ Ամռանը անում ենք ճիշտ հակառակը, ջրում ենք երեկոյան, որպեսզի լույսը քիչ լինի, ջերմաստիճանը համեմատաբար ցածր լինի և բույսը երկար ժամանակ արմատները կարողանա սնուցել և ջրով, և սննդարար նյութերով։ Հաջորդ կարևոր պայմանը, ջրում ենք բույսը միայն 3 օրվա հավաքած ջրով։ Եվ ցանկալի է, որպեսզի այն մի փոքր էլ գոլացնել, որովհետև մազարմատները սառը ջրից կծկվում են և կարող են իրենք վնասվել և բույսերին, տերևներին սնունդ չտալ։ Իսկ մազարմատները, ինչպես գիտեք, գտնվում են ոչ թե կենտրոնում, այլ եզրերում, հետևապես անհրաժեշտ է ջրել թաղարի եզրերով։ Աշխատեք ձմռանը բույսերը չպարարտացնել։ Միակ բանը, որ կարող եք անել, երբեմն թթվային լուծույց ստեղծել, դա կարող եք անել կամ կիտրոնի հյութով, այսպես լավ քամելով ջրի մեջ, իհարկե կորիզների հիմնային ռեակցիա են տալիս, աշխատում ենք չգցել կամ հետո հանել, կամ կարող եք դա անել կես կոճակ վիտամին C-ով։ Ձմռան ընթացքում ես ընդհանրապես նույնիսկ իմ ծաղկող բույսերը չեմ պարարտացնում, թեպետ հետո կասեմ, որ ծաղկող բույսերի համար կարող եք պարարտացնել ամիսը 1 անգամ։ Դե իսկ հիմա, սիրելի բուսասերներ, ինչպես խոստացա, յուրաքանչյուր խումբ բույսի համար եկեք տեսնենք, թե քանի օրը մեկ կարելի է նրան ջրել։ Բոլոր սուկուլենտ բույսերը, այսինքն այն բույսերը, որոնք տերևների, ցողունի կամ արմատների մեջ ջուր են կարողանում կուտակել, դրանք են սագոենիները, ցիկասները, սանսեիվերաները, որ ժողովուրդը անվանում է զոքանչի լեզու, զամիոկուլկասը, որ կոչվում է նաև դոլարի ծառ, անխտիր բոլոր տեսակի կակտուսները, անկախ չափից, էուֆորբիաները, տեսնում եք հիմա, մադագասկարյան պալմաները և իհարկե այն բոլոր բոնսայները, որոնք ունեն խիստ արտահայտված այսպես կուտակիչ արմատային սիստեմներ և ցողուններ, ջրում ենք ամիսը 1, առավելագույնը 2 անգամ, կախված հողի չորությունից։ Դրանց մեջ մտնում են նաև ամեն տեսակի ալոեները, կրասուլաները, էխևերիաները և մնացած բոլոր սուկուլենտ բույսերը անխտիր։
Ձմռանը ևս մի նրբություն կա, հատկապես խայտաբղետ տերևավոր բույսերի համար, ծառերի համար, աշխատեք նրանց դնել, եթե ունեք հնարավորություն համեմատաբար լուսավոր տեղ։ Խոսքը վերաբերում է հատկապես կոդիեում կրոտոններին, որոնք նույն բույսի վրա ունեն տարբեր գույնի տերևներ։ Ինչ վերաբերում է ջրելուն, ապա մեծ ծառերը մոտավոր, խիստ մոտավոր, կախված է ջերմաստիճանից, տեղից, կարելի է ջրել ձմռանը 10-12 օրը մեկ անգամ։ Բոլոր դեպքերում ավելի ճիշտ լինելու համար խորհուրդ կտամ ստուգել հողը, որովհետև բույսերը մեզ ձմռանը ներում են 2, նույնիսկ 3-4 օր ուշ ջրելը, բայց ոչ երբեք հողի գերխոնավությունը։ Այս է պատճառը, որ ստուգեք հողը, ստուգեք փայտիկի կամ մատի օգնությամբ, եթե հողը չի կպչում, նշանակում է ջրելու ժամանակն է։ Ինչ վերաբերում է խոնավությանը, ապա անպայման պետք է ցողել բույսերը, որովհետև օդի ցածր խոնավության պայմաններում բույսերը կարող են վարակվել վնասատուներով։ Ինչ վերաբերում է պարարտացմանը, ապա կարելի է պարարտացնել միայն ձմռանը ծաղկող բույսերը, ազալիա, անտուրիում, սպատիֆիլում, ալպիական մանուշակ, այն էլ ոչ թե ամիսը 2 անգամ, այլ ընդամենը 1 անգամ։ Եվ հիշեք, որ բույսերը ամբողջ տարի աշխատում են, հատկապես գարնանը, ամռանը, վեգետացիոն շրջանում։ Ձմեռը այն շրջանն է, որտեղ որքան մոռանաք նրա մասին, այնքան ինքը կհանգստանա, կգազդուրվի եւ գարնանը ավելի փթաթ, ավելի գեղեցիկ, կարող է ուրախացնել ձեզ։ Երբեմն մոռացեք նրա մասին։ Ինչ վերաբերում է պարարտանյութին, երբեք մի պարարտացրեք բույսը, եթե ծաղկող չի եւ դրա անհրաժեշտությունը չկա։ Ձմռան ընթացքում կարևոր խորհուրդ է նաեւ հնարավորինս թաղարի տեղափոխումը հետաձգել գարնանը, դարձյալ եթե նրա անհրաժեշտությունը կա, միայն կարող եք անել այսպես կոչված տեղափոխություն, այսինքն իր հողագնդով բույսը հանել եւ դնել մեկ այլ ծաղկամանի մեջ, խիստ անհրաժեշտության դեպքում։ Իսկ մաքրել բույսի արմատները, ինչպես մենք անում ենք հողը փոխելու ժամանակ, ապա տեղափոխել բացարձակապես խորհուրդ չեմ տա։ Հետաձգեք նաև բույսերի բազմացումը, բացառությամբ այն բույսերից, որոնք սկսում ենք արդեն սերմերից աճեցնել փետրվարի վերջին։ Ցավոք սրտի շատ բուսասերներ անտեսում են նաև ցողը, մտածելով, որ դե ձմեռը տաք չի, առանձնապես ցողելու կարիք չկա, սակայն սիրելիներս, ջեռուցվող սենյակում, հատկապես մեր Հայաստանի պայմաններում, օդի հարաբերական խոնավությունը շատ ցածր է, որը ազդում է բույսի վրա։ Ինչու՞։ Նախ նպաստում է վնասատուների զարգացմանը։ Տեսեք, եթե հողի մեջ պատահաբար կան նրա ձվիկները, ապա այս ընթացքում շատ սկսում են ակտիվանալ։ Ինչ է պետք անել։ Ժամանակ առ ժամանակ ձմռանը նայեք տերևների հետևի մասում, հատկապես այս մասերում դուք կարող եք տեսնել շիրայանման նյութ, ժողովուրդ ասում է շիրա։ Դա վկայում է այն մասին, որ ձեր բույսը արդեն վարակված է։ Ինչ եք անում։ Նախ լավ լողացնում եք գոլ ջրով, որից հետո կարող եք օգտագործել կամ սոդա օգնում է։ Սոդան մի փոքր յոդի հետ, ես այդ մասին տեսանյութ ունեմ, մանրամասը կոնցենտրացիաները ասում են սխտորաջուր, օճառաջուր եւ թութունի խառնուրդը լուծում եք, այսպես հեղուկ եք պատրաստում եւ դրանով ցողում եք բույսերը։ Բույսերը, որոնք ժամանակին դրել եք պատուհանագոգերին, ասենք օրքիդեաները, մանուշակները, ցիկլամենները, մեդինելան, որ անպայման պետք է դրվի որևէ հենքի վրա, հեռացրեք պատուհանագոգից եւ նրանց ջրման ժամանակ աշխատեք անել տակդիրի միջոցով, տակդիրի մեջ ջուր լցրեք, դրեք նրան որոշակի ժամանակ, որից հետո անպայման անհրաժեշտ է տակի ջուրը թափել։ Ցողել չի կարելի այն բույսերը, որոնք ունեն թավշենման ֆակտուրա։ Դրանք են մանուշակները, գլոքսինյաները, դե մյուս այն բույսերը, կալատեաների որոշ տեսակներ, ձմռանը ընդհանրապես ցողելու կարիք չկա։ Եթե ցանկանում եք բարձրացնել օդի խոնավությունը, ապա թասիկով ջուր կարող եք դնել նրա մոտ կամ տակը տակդիրի մեջ լցնել կերամզիտ կամ մոխ, ծովի մամուր։ Այսքանը սիրելիներս։
Հիշեք, որ բույսերի ջրման ժամանակ երկրորդական կանոններ չկան, բոլորը շատ կարևոր են եւ նույնիսկ մեկ սխալի պատճառով դուք կարող եք կորցնել ձեր բույսը, այնպես որ պահպանեք հաջորդ տարի նույն սխալները չկրկնելու համար, տեսանյութը կարող եք ուղարկել նաեւ ձեր ընկերներին եւ խորհուրդ տալ բաժանորդագրվել, կարծում եմ եւ ձեր բույսերը եւ նրանց ձեզնից շատ գոհ կմնան։ Իսկ մենք կհանդիպենք շուտով։ Միշտ ձեր Դոնա Կոս։